ինչ է կարծում, ինչ պետք է ակնկալել քննչական կոմիտեից հաշվի առնելով նախադեպերը, որոնք անմիջապես առնչվել եք նաև դուք ձեր փաստաբանական պրակտիկայում, նկատի ունեմ Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքը։ Ես հենց այդտեղից էլ ուզում եի սկսել, այդ դեպքի հանրային հնչեղությունը շատ լավ հիշում եք, բայց այդ հանրային հնչեղությունը, որը ներառում էր հասարակության շատ տարբեր խմբերին, որոնք որ իրենց վճռական մերժումը այդ երևույթի, այդ խայտառակ խոշտանգման երևույթի նկատմամբ արտահայտեցին, բայց անգամ այդ պայմաններում շուտով մեկ տարին լրանում է, որևէ մեղադրյալ մենք չունենք։ Ցավոք սրտի այս երևույթը Հայաստանում արդեն դարձել է համակարգային խայտառակ երևույթ, որով որ ոստիկանության որոշ աշխատակիցներ անպատժելիության հետևանքով այդպես են պատկերացնում իրենց շփումը քաղաքացիների հետ։ Ես այն ժամանակ էլ ասում, հիմա էլ կրկնեմ, դա կարող է տարբեր նպատակներ ունենալ։ Օրինակ, այս դեպքում խոստովանություն կորզելու նպատակով, մեկ այլ դեպքում ոստիկանության անօրինական պահանջներին չենթարկվելու պատճառով կարող է լինել։ Պատճառները էական չեն։ Խոշտանգումը ամենազզվելի բանն է, որ կարող է ընդհանրապես որևէ պետության մեջ տեղի ունենալ։ Երբ որ անօգնական վիճակում գտնվող մարդու նկատմամբ վարվում են արժանապատվությունը նվաստացնելով, ծեծելով եւ այլն եւ այլն։ Եվ կարծում եմ, ինչպես այն դեպքում, այնպես էլ այս դեպքում մենք պետք է մեր վճռականությունը ցույց տանք, ես հիմա այստեղ այսպես սովորական քաղաքացու կարգավիճակով եմ, մեր 5 իրավապաշտպանների նախաձեռնության այսպես անունից եմ նաև այստեղ, արտահայտելու մեր վճռական նաև Արազդատն է հարությունն այստեղ, արտահայտելու մեր վճռական անհամաձայնությունը այն խայտառակ պրակտիկային, որ մեր երկրում մեղմ ասացի անհամաձայնություն, որ ձևավորվել է արդեն, դրա դեմը պետք է առնել։ Ես չգիտեմ ինչպես է պետք դրա դեմը առնել։ Ինչպես պարոն Մերիքյան, տեսեք, Սամվել Վարդանյան, Դաշնակցական պատգամավոր Աշոտ Սիմոնյան, գոնե այս երկու օրինակները անցած 1 տարվա ընթացքում կան, Ռոման Երիցյանի եղբայրը, որին պարեկները պարտիցրել էին գետնին, եւ էլի որևէ գործով չկան մեղադրումներ։ Մենք պետք է շատ հստակ տարբերակենք տարբեր գործեր։ Օրինակ, այս դեպքում մենք ակնհայտ է, որ առերևույթ բոլոր հատկանիշները առկա են խոշտանգման։ Առերևույթ բոլոր հատկանիշները առկա են։ Ակնհայտ է, որ բոլոր հատկանիշները առկա են Սամվել Վարդանյանի դեպքում եւ մնացած այլ դեպքերում, շատ այլ դեպքերում եւս։ Մենք պետք է շատ հստակ հարցեր ուղղենք եւ ես ողջունում եմ նաեւ այս մոտեցումը, թող մարդիկ դուրս գան եւ արձագանքեն։ Մարդիկ դուրս գան եւ արձագանքեն։ Ինչու քրեական օրենսգիրքը, քրեական դատավարության օրենսգիրքը խոշտանգման հանցակազմի դեպքում չի աշխատում, ընդհանրապես չի աշխատում։ Ինչու այդ հանցակազմը նկատի ունեն, որ բոլոր հիմքերի առկայության դեպքում անձանց նկատմամբ մեղադրանք չի առաջադրվում։ Պարզման նկատի ունեն։ Ինչու ձեր կարծիքով։ Որովհետև ոստիկանությունը քաղաքական գործառույթ է իրականացնում մեր երկրում եւ կարծում եմ քաղաքական ցանկանում ոստիկանների նկատմամբ կիրառել օրենքը, որովհետև վաղը մյուս օր նրանք պետք է նույն ոստիկանությանը անօրինական հրահանգներ տան քաղաքացիներին արդեն քաղաքական պատճառներով ջարդելու։ Այս դեպքում քաղաքական պատճառ չկա։ Այս դեպքում մենք գործ ունենք այն իրավիճակի հետ, երբ որ ինքնախոստովանություն կորզելու նպատակով է խոշտանգումը տեղի ունենում։ Սամվել Վարդանյանի դեպքում օրինակ բացարձակապես այլ էր, մաքուր քաղաքական էր, քաղաքական առումով պատժելու համար էր։ Պատճառները էական չեն։ Նկատեմ Արցախցի լինելու հանգամանքը նույնպես դեր է ունեցել, կարծում եմ, բայց իմ պատկերացմամբ ամենաէական հանգամանքը չի։ Առհասարակ ոստիկանության բաժիններից մենք հաճախ ենք ստանում նման ահազանգեր։ Ոստիկանության բաժիններում միջազգային գործընկերների ֆինանսավորմամբ բարեփոխումներ են տեղի ունեցել։ Օրինակ տեղադրվել են տեսախցիկներ։ Այդ տեսախցիկները ինչի համար են տեղադրվել, որ մենք հիմա այս դեպքերում օբյեկտիվ տվյալներ չունենանք։ Միացյալ Նահանգների կառավարությունը, եվրոպական երկրների կառավարությունը, Եվրոպական միության կառավարությունը ֆինանսավորում է իրականացնում մեր ոստիկանության բարեփոխումների եւ գովաբանում է։ Ուր է այդ գովաբանածը։ Սա է գովաբանածը, մարդ ծեծելու համար են ֆինանսավորում։ Պարոն Մելիքյան, մի ճշտում,
ոստիկանական բաժանմունքներում, հարցաքննության սենյակներում պարտադիր են տեսախցիկները։ Խոսքը ախր այնտեղ հարցաքննություն չի իրականացվում, հարցաքննության սենյակներ չէ։ Հարցաքննություն ոստիկանությունը չի իրականացնում։ Զրույցի եւ այլն պետք է լինի, ես այդ օրենքին լավ տեղյակ եմ, ինքս էլ որոշակի մասնակցություն եմ ունեցել մշակման, նախ մուտքը ելքը եւ միջանցքները պետք է պարտադիր տեսախցիկներով կահավորված լինեն։ Աշխատասենյակների մասին չի խոսքը, բայց միջանցքում երևում է, չէ՞, մարդը ծեծված, ջարդված է, թե չէ։ Ինչ վիճակում մտավ, ինչ վիճակով դուրս եկավ։ Այդ ամեն ինչը երևում է, չէ՞։ Անկամ եթե աշխատասենյակներում տեսախցիկներ տեղադրված չեն։ Ես նորից ասեմ, իրավական բոլոր գործիքները մեր օրենսդրությունը նախատեսում է։ Օրինակ նույն խոշտանգման դեպքում խոշտանգում չի համարվում միայն ծեծելը, ջարդելը եւ այլն, այլև դրան նպաստելը։ Օրինակ, ինչպես նույն Սամվել Վարդանյանի դեպքում էր, երբ որ մարդիկ ինչ որ օժանդակող գործառույթ էին իրականացնում։ Ոչ մի նորություն չունենք եւ զարմանալի չի։ Զարմանալի չի, մենք այն ժամանակ էլ էինք ասում, որ ուղղակի մենք դժվար ենք պատկերացնում, թե ինչպես կարող է ոստիկանությունը իր գործառույթի քննչական մարմինի գործառույթի իրականացնել։ Խոշտանգման հանցակազմը չի աշխատում։ Հասարակությունը պետք է ցույց տա, որ նա վճռականորեն մերժում է այդ չաշխատելը։ Սա է խնդիրը։